Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը եւ նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույնպես ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամին։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր։ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը անզանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել եւ ընկել է։ Ըստ նախնական տվյալների կա 2 զոհ, մեկ անց ստացել է մարմնական վնասվածքներ։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Խալիբաֆը խոսել է Հորմուզի նեղուցի բացման պայմանների մասին, քանի դեռ հուշագրում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններն, այդ թվում շրջափակման վերացումը, արգելափակված ակտիվների ազատումը, նավթի պատժամիջոցների չեղարկումը բոլոր ճակատներում սպառնալիքների եւ ռազմական գործողությունների դադարեցումը եւ ԱՄՆ-ի կողմից ստանձնած մյուս պայմանները չեն իրականացվել, Հորմուզի նեղուցը չի բացվի, նշել է նա։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտնել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնից Քևին Լամուրի հեռանալու մասին։ Աշխարհի առաջնության ավարտից կարճ ժամանակ անց նա FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինյոին հայտարարել էր որոշ իրավունքների արտաքին ներդրողներին վաճառելու ծրագրերի մասին եւ ենթարկվել քննադատության։